Ամբողջ Աստվածաշունչը այս մասին է, որ մարդը մեղք գործեց, Աստծո այն չափանիշներից ընկավ եւ Աստված մարդուն ուզում է վերականգնի։ Եվ վերականգնել է հեսա։ Մեղքը Աստծո ներկայության մեջ չի կարող մնալ։ Աստված ատում է մեղքը։ Ուրեմն մենք պիտի մաքրվենք։ Եվ հատուկ հայտարարություն. սուրբ եղեք, որտեղ ես սուրբ եմ։ Այսինքն Աստված սուրբ է եւ ինքը կարող է ապրել սուրբերի հետ, կամ սուրբերը կարող են ապրել Աստծո հետ։ Եթե սուրբ չեղար, Աստծո հետ չես կարող ապրել։ Իսկ սուրբ լինելու համար գրված է, որ ոչ մեկը սուրբ չէինք, չենք էլ կարող լինել, բայց Հիսուս Քրիստոսը հենց դրա համար եկավ, մեր փոխարեն չարչարվեց, արյուն թափեց մեղքի թողության համար, որ մենք կարողանանք սրբվել։ Մեր սրբվելու միջոցը Հիսուս Քրիստոսի արյան հավատքն է։ Եվ Հովհաննու առաջի թղթի առաջի գլխի մեջ է գրված. եթե մենք լույսի մեջ քայլենք, եթե խոստովանենք մեր մեղքերը, Հիսուս Քրիստոսի արյունով Աստված մեր մեղքերի թողություն կտա։ Եվ մեզ ամեն անիրավությունից կսրբի։ Այսքանը ես հիշեցման կարգով ասեցի։ Էլի մի քանի բաներ հիշեցման կարգով պետք է ասեմ ու նոր անցնեմ առաջ։ Ես բացել եմ Փիլիպպեցիների թղթի 2-րդ գլուխը, այս Փիլիպպեցիների թղթի 2-րդ գլուխը շատ են գործածելու։ Կարդալու եմ այն, ինչ որ ժամանակին անցած անգամները կարդացել եմ։ 3-րդ համարից որևէ բան գրգռությունով կամ սնապարծությունով մի անեք, ապա խոնարհությունով մեկ այդ մյուսին ձեր անձից լավ համարեք։ Միայն ձեր անձերի շահը կամ օգուտը մի փնտրեք, ապա ամեն մեկ իր ընկերինն է։ Ձեզից ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքը ունենալով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինելը, ապա անձը ունայնացրեց, Սառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով ինքն իրեն խոնարհեցրեց, մինչեւ իսկ մեռնելու հոժարեցավ, ու այն էլ խաչի մահվամբ։ Սրա համար Աստված նրան խիստ բարձրացրեց ու նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է եւ այլն։ Հիմա նորից գամ սկիզբը։ Որևէ բան գրգռությունով կամ սնապարծությունով մի անեք, հապա խոնարհությունով ամեն մեկը ձեր անձից լավ համարեք։ Սրա վրա անցած անգամ, նախանցած անգամ էլ նույնիսկ սրա վրա ենք խոսել, ես էլ ուզում եմ շարունակեմ այդ միտքը։ Բայց հիշեցնեմ։ Սաղմոս 19-ի 12-13 համարում գրված է, որ պարտադիր չէ այս համարները գցեք, որովհետև ես կարճ դրանց են հիմնական կորիզն եմ էլի ներկայացնելու, այնտեղ երկար է գրած։ Գրած է, որ ծածուկ մեղքերից ինձ մաքրի, որ անարատ լինեմ։ Ժողովուրդ, եկեք ընդունենք, ծածուկ մեղքեր կան։ Հենց 10-րդ պատվիրանը էսա, մի ցանկացիր։ Իսկ եկեք ընդունենք, որ այդ ցանկությունները հաճախ եկել են մեր մեջ։ Ինչ որտեղ ինչ որ բանի ցանկացել ենք։ Կամ եթե հակառակ սերին աշկոտ տեսար, սրտով ցանկացար, ուրեմն դու շնացող ես։ Կամ եթե քո մեջ ատեցիր, ուրեմն մարդասպան ես։ Կա նախանձություն, կա վրեժխնդրություն, կա լիքը բան, որ մարդու ներսում է։ Հիմա ինչ տարբերություն արտաքին երևացող մեղքերի եւ ներսի մեղքերի միջեւ։ Հիմա ասեմ ինչ տարբերություն։ Արտաքին երևացող մեղքից աշխատում ենք շուտ մաքրվենք, որովհետեւ մարդիկ տեսնում են։ Բայց ներսի այդ ծածուկ մեղքերը, քանի որ մարդիկ չեն տեսնում, այդքան էլ չենք շտապել դրանցից ազատվել։ Հաճախ նույնիսկ հաճույքով էլ այդ մեղքերի հետ ապրում ենք։ Որտեղ մեր մեջ է, ոչ մեկը չի տեսնում։ Բայց ուզում եմ չուրախացնեմ ձեզ այս առումով։ Այսինքն Աստված տեսնում է։ Եվ երբ որ այս մարմնից դուրս գաս, ծածուկ բան չկա։ Եվ եթե մեկը մաքրված չլինի այդ մտքերից, այս մարմնից դուրս գալուց հետո այս մարդը ոչ թե սուրբ է երևալու, այլ մի շնացող, մարդասպան, նախանձ եւ այլն ինչպիսի մարդ է երևալու, որտեղ իր ներսում է դա։ Եվ Աստված ասում է, ծածուկ մեղքերից պետք է ազատվել։ Այ հիմա իմ
Սա էլի հիշեցում, անցած անգամ ենք խոսել, բայց իմ են անհանգստությունը, ինձ Աստծուց հանձնարարված խնդիրը է սա, ուզում ժողովուրդ, սովորեցնելով լինի, աղոթելով լինի, համոզելով լինի, գոռալով լինի, եկեք սրբվենք։ Եվ մի հայտարարություն ասեմ, Աստված մարդուն ազատ կամք է տվել, դու կարող ես այս ընտրել, կարող ես այն ընտրել, եթե մի բան Աստված ասում է արա, օրինակ, խոնարհությունով, ասենք խոնարհվի, ուրեմն քո բանը հոժարությունն է, թե քո կամքն է, կարող ես խոնարհվել, կարող ես չխոնարհվել։ Դու դա կարող ես անել, եթե Աստված ասում է այս բանն արա, ուրեմն դու կարող ես։ Եթե կարող չլներ, Աստված չէր ասի։ Որ ասում է, ուրեմն դու կարող ես։ Պարզապես պետք է ընտրես։ Պետք է հիմա ընտրես այն, որ Աստված ասում։ Իսկ եթե չընտրեցիր, մի օր դրա արդյունքը քաղելու ես։ Եվ ցավալի կլինի, եթե այդ քո արդյունքը Աստծո խոսքին չի բռնում։ Հիմա ես մի քանի համարներ եմ ներկայացնելու, որ այս ուղղությամբ ավելի խորանանք։ Առակաց 16:9 Առակաց 16:9 Մարդու սիրտը պիտի խորհի, իմիջիալոց այս որ պետք է գրի այստեղ այդ թարգմանությունը չեմ կարդում։ Մի ուրիշ գրքից եմ ուրիշ թարգմանությունից եմ վերցրել։ Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված ուղղի նրա ընթացքը։ Դե ոնց է գրած։ Մարդու սիրտը իր ճամփան կհնարե, բայց նրա քայլերը Տերը կուղղի։ Կներեք, այս թարգմանությունը ավելի եմ ես նախընտրում։ Մարդու սիրտը պիտի խորհի հասկանում եք, մտածի, խորհրդացի, իրավունքի մասին, որպեսզի Աստված ուղղի նրա ընթացքը։ Շատ բնական է։ Ինչ ճանապարհով գնացիր, այդ ճանապարհի համար պետք է ինչ-որ մեկը քեզ օգտակար լինի։ Եթե դու ընտրեցիր իրավունքի ճանապարհը, Աստված այդ ժամանակ կխառնվի։ Իմիջիալոց ես իրավունքի մասին ուզում ասեմ։ Ովսեի մարգարեության մեջ չէ երևի, հա։ Որ Աստված ինչ է ուզում։ Աստված իրավունք է ուզում։ Իրավունք անել եւ Աստծուն սիրել եւ այլն։ Ստեղ էլ մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին։ Իհարկե, առաջինը մարդ հարաբերության մեջ ենք մենք հասկանում իրավունք, բայց ես ուզում ասեմ, ավելի շատ ես հասկանում եմ Աստծուն իրավունք տալ, որ խառնվի իմ կյանքին։ Ելով ընդունում ես։ Աստված ուզում է խառնվի քո կյանքին, ուզում է քո ճանապարհները ուղղի, բայց իրավունք է ուզում, որ դու իրավունք տաս, որ ինքը քո ճանապարհը ուղղի։ Եթե դու իրավունք չտաս, դու իր առջև դուռը փակում ես։ Եվ եթե Աստված չխառնվի քո կյանքին, չեմ կարծում դու Աստծո նման կարողանաս մտածես եւ քո ճանապարհները միշտ ուղիղ լինեն։ Դու ուղղվելու կարիք միշտ էլ ունես։ Միշտ էլ փոխվելու կարիք ունես։ Եվ Աստված որպեսի խառնվի, որպեսի ուղղի իրավունք է ուզում։ Ինչպես առաջին մտածի իրավունքի մասին։ Մտածի այս մասին։ Այո, ես փոխվելու կարիք ունեմ։ Ընդունում եք, որ մենք փոխվելու կարիք ունենք։ Ես փոխվելու կարիք ունեմ։ Տեր Աստված, ինչ անեմ, ինչպես վարվեմ, որն է այս պահին իմ պարտականությունը եւ այլն։ Նման բաներ մտածի, աղոթի եւ Աստված կուղղի։ Աստված չի ուզում դու մնաս տենց մոլոր։ Աստված ուզում է, գիտեք, չէ, Աստված մեր կողմն է։ Աստված քո կողմից է։ Աստված քո բարիքն է ուզում։ Եվ հիշեցնեմ մի հատ անցած անգամվա գրածներից Ողբ 3:39 ապրող մարդը ինչու տրտունջանի իր մեղքերի պատժի համար։ Եթե դու դեռ ապրում ես, ինչի տրտունջանես։ Տրտունջ երբ են անում։ Երբ որ քեզ թվում է, թե այդ պատիժը քեզ չէր հասնում, բայց տրվեց։ Կամ ինչի ինձ Աստված պատժեց, այն մյուսին չպատժեց։ Ես դեպքում չէ տրտունջանում, բայց հիմա Աստված իմ բանը ասում։ Եթե դու դեռ ապրում ես,
Ուրեմն Աստծո ողորմությունը կա քո վրա։ Եթե Աստված քո մեղքերի իրական պատիժը տար, դու հիմա դժոխքի կենտրոնում ես լինելու։ 109 Սաղմոսի 10 համարում գրած է. Աստված մեզ մեր մեղքերի համեմատ չի անում, այսինքն մեր հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ։ Եթե այդպես վարվեր, մենք չկայինք։ Ուրեմն եթե դու ինչ որ պատիժ ես կրում, ուրեմն սա Աստծո կողմից խրատ է։ Եթե դու դեռ ողջ ես, ուրեմն Աստված քո փրկությունն է ուզում։ Աստված քեզ ձեռնարկել է, որպեսզի մաքրի, փրկի։ Ուրեմն դու ոչ թե տրտնջա, այլ Հակոբոս Արաքյանն ասում է՝ ուրախացի, գոհացի։ Թեկուզ պատիժի մեջ ես, բայց գոհացի։ Օրինակ ասենք, մեկը մեծ հանցանք արել, բռնել են, այդ հանցանքի համար 15 տարի էր հասնում։ Այս մարդուն հարկադիր տվեցին մի տարվա։ Այնքան էժան թե փոքր։ Այս մարդը տրտնջա թե ուրախանա։ Դու 15 տարվա ազատազրկմանը իր արժանի։ Բայց քեզ ընդամենը 15 ամսվա հարկադիր տվեցին։ Դու տետաս ես ինչքան գոհանաս ուրախանաս։ Թեկուզ է պատիժի մեջ ես, բայց դու այն պատիժի մեջ ես, որ ապրում ես։ Ես մի հատ ես մտքից մի քիչ ընկում բան ասեմ։ Ես քանի օր իմ մեջ է դա պտտվում։ Ուրեմն նահապետ Հակոբը որ կա, Աբրահամ, Իսահակ, Հակոբի 12 որդիները, բոլորի անունները չեմ ուզում ասեմ, բայց ասեմ, 10 եղբայրները Հովսեփի վրա նախանձեցին եւ նրան սկզբից հորը գցեցին, սկզբից ուզում էին սպանեին, բայց փառք Աստծուն այն աղբերների համար, որ չթողեցին, հետո գցեցին հորը, հետո էլ հանեցին, ծախեցին իսմայելացիներին։ Ճիշտ վարվեցին, թե սխալ։ Բոլորս գիտենք, որ ճիշտ չէր, ով իր աղբորը ուզենա սպանի կամ ծախի, ասենք ճիշտ արեց։ Բայց անցան տարիներ։ Մոտավորապես 22-23 տարի։ Եվ Աստված ընենց արեց, որ այս աղբերները գնացին, Հովսեփի ոտերի առջև խոնարհվեցին, եւ մի կարևոր միտք եմ ուզում ասեմ։ Չնայած ես նորություն չի, բոլորը լսել եք։ Հովսեփը միանգամից գրկաբաց չընդունեց։ Թեկուզ կարոտած էր, առանձին հետում լացում էր այդ կարոտից, բայց խիստ խոսեց։ Դա ասես դուք լրտեսներ եք։ Իսկ այդ 10 աղբերները ինչ ասեցին, այ կարևոր է սա, նրանց ասած է։ Մենք շիտակ մարդիկ ենք։ Ձեր ծիծաղն էլ եկավ, չէ՞։ Այդտեղ Հովսեփի ծիծաղն էլ եկած կլինի։ Որտեւ ես տեսել եմ, թե դուք ինչ մարդիկ եք։ Դուք իմ հետ շիտակ չեք վարվել, բայց ասում եք մենք շիտակ մարդիկ ենք։ Եվ իրանց կարծիքով իրանք ճիշտ էին ասում։ Իրանց թվում էր իրանք շիտակ մարդիկ են։ Իրանք իրենց մեղքը չէին ճանաչում։ Դրա համար Հովսեփը խիստ խոսած եւ տարավ 3 օր բանտը դրեց։ Եվ այդ բանտ դնելու ժամանակ նոր խոստովանեցին. մենք մեր աղբոր հետ ճիշտ չվարվեցինք։ Հիմա Աստված նրանց մի հատ պատիժ տվեց, մի հատ նեղություն տվեց, որ ինչ լինի, իրանք հասկանան իրանց սխալը, հասկանան իրանց մեղքը, խոստովանեն ազատվել։ Այսինքն Աստված իրանց բարություն արեց։ Թեկուզև մի քիչ դժվարություն քաշեցին։ Հիմա ես ուզում եմ բերեմ մեր վրա։ Հաճախ մենք ասում ենք, ես շիտակ մարդ եմ, մենք շիտակ մարդ ենք։ Մանավանդ որ հիմա ջերմակրության համար ես քանի օր խոստովանություններ եմ լսում։ Հաճախ լսում եմ, որ մարդ իրան լրիվ մաքուր է կարծում։ Ժողովուրդ, եթե մենք հոժարվենք, ապաշխարել, լավ, եթե չէ, Աստված այդ ձևի մի հատ Հովսեփին խիստ մարդու կհանդիպեցնի, մի քանի օրով բանտը կդնի,
Այսինքն նեղությունով մեզ կանցկացնի, որ մենք հասկանանք, մենք փոխվելու կարիք ունենք։ Դրա համար ոմանց համար գրած է նեղությունով խոնարհեցրեց նրանց սիրտը։ Ես անցած կամ գալիք կամ մյուս անգամ կարդամ։ Աստված հաճախ նեղությունով անցկացնում, որ մենք հասկանանք, որ մենք մաքրվելու կարիք ունենք։ Ես այն չեմ, ինչ որ կարծում եմ, այլ երբ որ Աստված բացանի նոր կհասկանամ, ինձ թվում է շիտակ մարդ եմ, բայց մարդիկ կբերի, որ կասի դու ընես բան ես արել, ինչ շիտակ։ Եթե այսքանի վերաբերյալ բան ունեք, ծառայողներ ասեք։ Որ գիշերը ես կակրաս Ֆիլիպեցիս 2-րդ գլխի 3-րդ համարը 1-ին բացատրում եմ, ոնց որ դու այսօր բացատրիր։ Ու սենց բացատրում եմ, ասում եմ, գրված է ոչ մի բան գրգռությունով կամ պարծությունով մի արեք։ Ապա խոնարհությունով ամեն մեկը ձեր անձը նրանից բարձր դասեք։ Հակառակ նրանց ձեր անձից։ Նրանք ձեր անձից բարձր դասեք։ Էդ էի բացատրում, հետաքրքիր է, որ համընկավ դու բացատրում ես էդի, եւ իրականուց Աստված ուզում է հատկապես գրված է ոչ մի բան, ոչ մի դեպքում, ոչ մի բան գրգռությունով կամ սնապաշտությունով մի արեք։ Այսինքն երբ որ դու ջղայնացած ես, ափերից դուրս եկած ես, բարկացած ես, որոշում մի կայացրա երբեք։ Աստված ուզում իր զավակները սուրբ լինեն, ոնց որ բացատրեք ամեն բնակավարում, ոչ մի դեպքում սնոտապաշտությամբ եւ գրգռությունով մի արեք։ Այսինքն դու հնարավոր է, որ դու ինչ որ սնոտապաշտությամբ դու մեկին ոնց որ հեջ բանով դու պարծենում ես դրա առաջ, Աստված ասում է մի պարծեցի, ոչ գրգռությունով, ոչ է սնոտապաշտությունով մի արա։ Աստված ուզում իր եկեղեցին սուրբ լինի, ամեն բնակավարում, հատկապես գրված է ոչ մի բան, երբեք մի արա այդ բաները։ Այդ էի ուզում ասել, որ այսօր գիշերը ես էդի ստացել եմ։ Փառք Մարդկա, որ ասենք այդ իրավիճակների մեջով անցնելով մեկը առաջինն էլ, երկրորդն էլ, երրորդն էլ, բայց ինքը չի ուզում ոնց որ մեղավոր զգա, էլի։ Այդ խնդիրը այդ դեպքում ասենք, բայց այդի անցնում է, այդ որ ասում եմ դա կարա լինի տարիներ ու այդ մարդը ամեն տարիներ անցնում է, ինքը գալիս է եկեղեցի, ինքը մասնակցում է եկեղեցում ամեն ինչին բանի, բայց այդ իրավիճակով ինքը չի հաղթահար, այդ իրավիճակը ինքը չի անցել, որովհետև բանը իրավիճակը եկել է, բայց ինքը չի ընդունել այդ, որ ինքը մեղավոր է, ոնց որ եղբայրները։ Իմ կարծիքով դրա վերջը Սուրբ Հոգու դեմ հայությունն է։ Ով որ մինչև վերջ չի հնազանդում, ես հասկացել եմ այդ Սուրբ Հոգու դեմ հայությունն է։ Մի մարդ սրանից մոտ 1000 տարի առաջ, որը ճանաչված աստվածապաշտներից են ժամանակով, բայց սկզբից ինքը աստվածապաշտ չի եղել ու շատ վատ մարդ է եղել։ Մի անգամ անտառ գնալուց, որ ասեմ 1000 տարի առաջ, ասենք այն ժամանակ գիտեք, անտառները շատ են եղել, սենց տեխնիկա բան չէ։ Անտառ գնալուց իրանց հարևանուհու մի որբևարի կնոջ կովը տեղարացում է, կովերն էլ սենց բնավորություն են, որ եթե եթում ես իրա կողմ, ինքն գնում առաջ դու եթում։ Գիտի թե իրան քշում ես։ Եթե սենց կովը ընկնում ես մարդու առաջ, ինքն էլ չի շրջանցում գոնե էլի։ Եթե սենց քշում տանում, ինչ եմ անտառի խորքերը, ինքն էլ եթում է իրա գործին, կովն էլ կորում է։ Վերադարձել տենում այդ հարևանուհին մանա գալի, հələ հարցն մախբեր կովից չես տեսել, ես կովի պահակն եմ, ինչ է։ Ու տենց անցնում է, որոշ ժամանակ հետո այս մարդը միտեղ գնալուց մի ուրիշ գյուղի սարվորների մոտ է գիշերը։ Տենց է ստացվում, որ գիշերը ընկնում արդեն մնում է սարվորների մոտ։ Այդ գիշերն էլ սարվորներից ոչխար են գողանում։ Սրան ասում են քո մատը խառն էր։ Դու եկեմ ես զբաղեցրել ես քո ընկերները գողացել։ Ես երթում կրակ թե տես բան չկա։ Իսկապես ինքը այդ ոչխարների գողության հետ կապ չունի, բայց մեղադրում են իրան բերդ են նստացել։ Որ նստացում ես միշտ բողոքմա թե ինձ անմեղ տեղն են նստացել։ Մի օր Աստված երազին գալի ասում է, հիշում ես այն կովը։ Մարդիկ քեզի ոչխարի համար են նստացել, բայց ես թույլ եմ տվել այն կովի համար։
Այսինքն դու ես պատժին արժանի ես։ Սա քեզ հասնում է։ Պարզապես այսքան սպասեցի, որ միգուցե հասկանաս ինչ որ ձևով հատուցես էլի։ Բայց որ դու տենց էլ չհասկացար, դրա համար ես թույլ ընտվե ես պատիժը։ Եվ Աստված սրան նույնիսկ ցույց է տալի, ասում է, այս քո հետ նստածներից էլ ոմանք, որ իրանց արդար են տեսնում, ամեն մեկի այն մեղքը ցույց է տալի, էլի։ Դրա համար հետո ապաշխարումա դառնում է այդ դարի աստվածապաշտներից մեկը։ Հիմա այսքան ինչ եմ ասում։ Հաճախ մեզ թվում է, թե այդ կոնկրետ պահին ինչի համար մենք նեղություն ենք կրում, ինչի համար մեզ պատժում են, ես արդար եմ, բայց կարող է այդ հարցում մարդիկ քո հետ ճիշտ չեն վարվում, բայց Աստված որ թույլ է տվել, ուրեմն ինչ որ միտեղ դու արժանացել ես նա, որ Աստված թույլ է տվել։ Աստված այդ որ թույլ է տվել, ուզում է որ դու ապաշխարես։ Աստված ոչ թե թույլ է տվել, որ դու այդպես կորես, ճիշտ հակառակ։ Դարձի գաս ապաշխարես։ Ամեն ասում ենք սրա։ Լավ, ստեղ շատ կանգ առանք։ Ես ուզում եմ Լյովա եղբոր ասածը նորից շարունակեմ, որ այո, ամեն բանում, չէ՞, ամեն ժամանակ։ Հիմա խոնարհությունով ու որևէ բան, ամեն բան, գրգռությունով կամ սնապարծությունով։ Սնապարծությունը նշանակում է սին տեղը պարծենալ, սին գիտեք, դատարկ։ Դատարկ տեղը պարծենալ։ Էսի հպարտության մի ավելի նուրբ դրսևորում է։ Բայց եկեք ընդունենք, բոլոր պարծանքներն էլ Աստծո դուրը չի գալի։ Ինչի վրա պարծենաս։ Եթե մի լավ բան կա, գրված է Հակոբոսի թղթի մեջ, չէ, Հակոբոս չէ։ Ով որ պարծենա, Տիրոջով թող պարծենա։ Կամ Երեմիայի մարգարեություն գրած, ով որ պարծենա նրանով, որ ճանաչում է նրան։ Ուրիշ պարծանքը արդեն սին է։ Բոլոր տեսակի պարծանքներն ու հպարտությունները դատապարտելի են։ Այս բոլոր դասերը հիմա դրա համար են, որ ժողովուրդ այդ ծածուկ հպարտությունից մենք ազատվենք։ Ծածուկ մեղքերի մեծ մասը հպարտությունից է։ Այո, բոլոր մեղքերից ծագում հպարտությունից է։ Սրա շարունակությունը է սա, Առակաց 27-ի 21-ում գրված է. Մարդը իրեն գովող բերանը թող փորձի։ Մարդը իրեն գովող բերանը թող փորձի։ Դե, ես տեսել եմ, եկել տեսած կնեք։ Մեկը գալիս սկսում է գովել։ Հաստատ մտածում ես, էսի մի սպասելիք, մի շահ փնտրում է, որ գովում է։ Գովում է, որպեսզի հաճությունդ վերցնի։ Գովում է, որտեվ շահ ունի, գովում է, որտեվ ուզում է, որ դու իր համար մի բան անես։ Եթե այդ բանը չանես, ել ինքը քեզ չգովի, ճիշտ հակառակ, եթե չանես, հետո քեզ դատելով ման կգա։ Քեզ մեղադրելով ման կգա, այսինքն քեզ գովող բերանը մի հատ փորձի։ Ինչ շարժառիթով է գովում։ Իսկ եթե իսկապես է գովում, այդ դեպքում ասա, ես չեմ արժանի, նա է արժանի։ Եթե նա իմ կյանքը չփոխեր եւ ես ոչ մի գովական բան էլ չէի կարող ունենալ։ Իսկ մեր մտածելակերպը այստեղ փոխենք։ Եվ մի հատ էլ Հակոբոս 4:8-ից եմ ուզում ներկայացնել։ Մաքրեք ձեր սրտերը։ Մեր թարգմանության մեջ գրած է երկմիտներ, բայց մի թարգմանության մեջ գրված է երկակի կյանք ապրողներ։ Այս վերջի երկմիտները ընդեր գրված է երկակի կյանք ապրողներ։ Գիտեք երկակի կյանքը որն է։ Չեմ կարող բոլորիդ համար ասեմ, բայց կարծում եմ մեր մեջ կան շատ մարդիկ, որ այստեղ մի տեսք ունեն, տանը լավ տեսք չասեմ, վարմունք։ Երանի նրան, ով որ այստեղ էլ, տանն էլ, գործի տեղն էլ, փողոցում էլ, նույնը կլինի եւ սուրբ կլինի։ Բայց տեսել եք հավատացյալի տուն, որ ասենք օրինակ իրար վրա գոռում են։ Լսած կաք։ Կարող է ձեր տանել եք լսել։
կամ քեզ են լսել։ Ես գոռալ որպես օրինակ եմ ասում, կարող է գոռալ չլինի, այլ բան լինի։ Բայց եթե դու եկեղեցում եւ տանը տարբեր ես, ուրեմն դու լուրջ ապաշխարելու տեղ ունես։ Եվ ուզում հայտարարեմ, դու այն ես, ինչ որ տանն ես, որտեղ այստեղ բոլորն խելոք են պահում իրաց։ Եվ հիշում եմ, անգամներ եղել, որ ասել եք, այստեղ դիմակով ես։ Գործի տեղը դիմակով ես, բայց տանը որ դիմակով եղար, արդեն էլ դիմակը պետք է փրկվի։ Ուրեմն, նորություններ հետի, դիմակը չի կարա փրկվի։ Ուրեմն, երկակի կյանք ապրողներին Աստված ասում է, ձեր սրտերը մաքրեք։ Եթե ես մասին բան ունեք ասելու, համեցեք։ Դե ես մի քիչ էլ եմ ուզում շարունակել։ Ես ուրեմն պատրաստվել եմ սենց։ Մի վերնագիրը դրել եմ փառք, մի վերնագիրը հպարտություն, մի վերնագիրը խոնարհություն։ Սրանք չեմ ուզում խառնում իրար, այլ առանձին եմ ուզում ներկայացնել։ Ծածուկ մեղքերի մեջ կամ իրար հետ վարմունքի մեջ։ Փառքը երկու տեսակալում, կա դրական, կա բացասական։ Ես դրականը թողում եմ հետո խոնարհության հետ ասեմ։ Հիմա ուզում եմ բացասականներն ասեմ, որոնցից պետք է ապաշխարել, կամ որոնք հաճախ ծածուկ են լինում։ Փառքը գիտեք ինչ է։ Բացասական փառքը է սա, որ մարդը ուզում է փառավորվի։ Եկեք ընդունենք սա հենց մեղքից հետո դրված է մարդկանց մեջ։ Մարդը ուզում է փառավորվի։ Ուզում է, որ իրան գովան, իրան տեղ տան, իրան մեծարեն, իրա մասին պատմեն, իրա բարի գործերը հիշեն եւ այլն։ Եկեք ընդունենք բոլորից սրտին էլ էսի հարազատ։ Հայկական առասների գրքում կասում է, նույնիսկ կատվին է այդ քաղցր խոսքը հաճելի։ Որ կատվին է հաճելի։ Այո, կենթանիներն էլ նույնիսկ, որ հետները քաղցր ես խոսում, ով որ կենթանի տեսել է, գիտի, ես գյուղում ապրել եմ, որ քաղցր խոսում ես, այն շունն էլ, որ հարցակվել է վրետ, սկսում է խելոք անալ։ Մարդը տենց է, ուզում է փառավորվի։ Բայց Աստված ինչ հայտարարություն ունի այդ փառքի մասին։ Առակաց 25-27։ Մարդու իր փառքը փնտրելը փառք չէ։ Աստված հայտարարում է։ Սիրելի մարդ, ինչքան ուզում է, որ դու փառք փնտրես, Աստված դրանու փառք չի դնում։ Կարելի ասել դրանու սնապարծություն է դնում, ոնց որ Լովախբերն ասեց։ Մյուսը Եսայի 14:11 Փառքդ եւ տավիղների ձայնը գերեզման իջան, այսինքն մարդկային կամ սատանայական փառքը գերեզման իջնելու։ Ողբ 2:1 Իսրայելի փառքը երկնքից վար նետեց։ Հովանու 5:44 Ինչպես կարող եք ինձ հավատալ, երբ իրարից եք փառք առնում եւ Աստծո փառքը չեք որոնում։ Այս հրա վրա կանգ եմ առնելու մի քիչ։ Հիսուսն ասեց Հովանու 5:44 Ինչպես կարող եք ինձ հավատալ, երբ միմյանցից եք փառք առնում։ Փաստորեն, փառավորվելը եւ հավատալը իրար հակառակ բաներ են։ Դենց ենք հասկանում։ Փառավորվելը խանգարում է հավատալուն։ Հիսուսն ասեց, ինչպես կարող եք ինձ հավատալ, եթե իրարից եք փառք առնում։ Հիսուս եկել էր ոչ թե մեզ փառավորելու, այլ Աստծո փառքը ներկայացնելու եւ ասելու, որ դու կարող ես հասնել Աստծո փառքին։ Թույլ տաս Աստված փառավորի քեզ, ոչ թե դու քեզ փառավորես։ Բայց հիմա այստեղ մի հատ օրինակ եմ ուզում ասել։ Եթե ոչ բոլորիդ մեծ մասիդ մտքով անցած կլինի, որ հիվանդի վրա ձեռ դնես, աղոթես հիվանդը բժշկվի։ Սխալ բան չի, ժողովուրդ։ Լավ բան է, իհարկե, ինչքան լավ կլինի։ Բայց ինչքան անգամ չի եղել։ Գիտեք ինչ համար չի եղել։ Այդ ժամանակ, երբ որ մարդու մտքով անցնում է, որ բժշկվի է, ես օրինակ եղել է,
եղբայրներով միասին մի հիվանդի համար աղոթել ենք, այս հիվանդը բժշկվել է, մեկ էլ հետո, օրեր, ամիսներ հետո, ես լսել եմ, այդ եղբայրներից մեկը, ասում է, ես ընդեղ էի դրա համար բժշկվեց, ես աղոթեցի դրա համար բժշկվեց, ինչ է կարծում, Աստված հաջորդ անգամ նրա աղոթքով կբժշկի, դեք ինչի համար ասում չի բժշկի, որտեղ ես աղբերը կետա կորսվի, Պողոսն ասեց, որպեսի ես չհպարտանամ, նա սատանայի հրեշտակ ինձ հանձնարարվեց, որ նեղություն տա։ Փաստորեն Պողոսի նման մարդը էլի այդ ընկնելու վտանգի մեջ էր։ Էլի այդ փառավորվելու վտանգի մեջ էր։ Որպեսի Պողոսը չկորսվի, Աստված միած սատանայի հրեշտակ հանձնարարեց, սատանային գործածեց, որ Պողոսը փրկվի։ Ինչ ասեմ, ամեն մեկից միած սատանա ուղարկի Աստված։ Որպեսի ամեն մեկից միած սատանա չուղարկի, պարզապես մեր ձեռով բժշկություն չի անում։ Մեր ձեռով հրաշք չի անում, որ չփառավորվենք։ Բայց իսկական հավատքը չի փառավորվում։ Հավատքը ո՞րն է, որ ես հավատում եմ, որ ամեն բան Աստծուց է։ Որ ես հավատում, եթե Աստված ինձ չփրկի, ես չեմ կարող։ Եթե Աստված ես հրաշքը չգործի, ես չեմ կարող։ Այդ ամեն բարի բանի հեղինակը Աստված է։ Եթե հավատում եմ, արդեն փառավորվելը մնում է մի կողմ։ Բայց եթե ես փառավորվելու ակնկալիք ունեմ, այս հավատքը արդեն չի գործի։ Չի գործի, որտեղ արդեն ոչ թե հավատում Աստված անում, հավատում եմ ես եմ անում։ Դրա համար Հիսուսն ասեց, ինչպես կարող եք ինձ հավատալ, եթե իրարից եք փառք առնում։ Այսինքն եթե ես ուզում եմ փառավորում, նշանակում է ես ներկայացնում, որովհետեւ ես եմ։ Հպարտության մի հատ էլի, չգիտեմ ինչ մասնագիտական դրսևորում։ Եթե բան կա այս սրա համար ասելու համեցեք։ Էլի չկա, բայց ծանոթ բան է, չէ՞, եթե հպարտությունը, փառավորվելը։ Հիմա մի երկու բան եմ ուզում կարդամ։ Հովհաննես 5:41-ում Հիսուսը հայտարարեց. Ես մարդկանցից փառք չեմ առնում։ Առաջի Թեսաղոնիկեցիների 2:6-ում Պողոսը հայտարարեց. մարդկանցից փառք չփնտրեցինք։ Այսի մեր համար արդեն օրինակ ասեմ նմանեցվելու։ Հիսուսն ասեց, ես մարդկանցից փառք չեմ առնում։ Մեր ամենալավ էտալոնը նմանակում Հիսուսն է։ Մարդկանցից փառք չեմ առնում։ Բայց ինքը կարող էր, չէ՞։ Որտեղ ինքը հենց ինքն էր այդ հրաշքները գործողը։ Իրանից էր բխում այդ ամեն բանը, բայց ասեց մարդկանցից փառք չեմ առնում։ Եվ Պողոսն էլ այնքան նմանվեց Հիսուսին, որ ինքն էլ ասեց մարդկանցից փառք չփնտրեցինք։ Հիմա ուզում հայտարարեմ, սիրելի հավատացյալ, սիրելի Աստծո զավակ, ճանապարհը է սա։ Մարդկային փառքը քո կողմից մերժված լինի։ Մարդկանցից փառք չփնտրես։ Գովասանք մի փնտրի։ Սա չի նշանակում, որ վատ բան անես, որպեսզի չգովան, չէ։ Դու ծառայի Աստծուն, քեզ կգովան, թե չեն գովա, դա թող քեզ չանհանգստացնի։ Եթե հիշում եք, Մատթեոս 6:6 գլխում Հիսուսն ասեց, նույնիսկ աղոթքի ժամանակ ոմանք կեղծավորությամբ են աղոթում։ Կամ փողոցի անկյունում, կամ հրապարակների մեջ, որ մարդիկ տենան աղոթում են։ Ասում է, այդպիսիները իրանց վարձքը առել են արդեն։ Աստծուց ոչինչ չեն առնել։ Հիմա վարձք ասած ոչ թե այն վերջի վարձքը, այդ ժամանակ ինչի համար որ աղոթում է, դա չի առնելու։ Ինքը ուզում էր մարդկանց ցույց տալ, որ աղոթում է, դա էլ եղավ։ Վերջ, թե ինչ է խնդրում, այնի չի ստանալու։ Որտեղ իր միտքը իր փառավորվելն է։ Այն այդ աղոթքի պատասխանը չի ստանալու։ Հիմա ես ուզում եմ բերեմ մեր վրա։ Նույնիսկ քո աղոթքի պատասխանը կարող է չստանաս, եթե դու ուզում ես այդ աղոթքի մեջ էլ փառավորվես։ Եթե դու ուզում ես ցույց տաս։ Եթե դու ուզում ես հոգևորություն ներկայացնես։
Հավատքը եւ փառավորվելը իրար հակառակ են։ Հավատքը եւ փառավորվելը միասին չեն կարող։ Եթե հավատում ես, ուրեմն փառքդ մի կողմ դնես։ Եթե մի կողմ չդրեցիր, եթե փառավորվես էլ, մի օր դե կարդացինք։ Ասում է երկնքից իր փառքը ընկավ։ Այդ քո փառքը երկնքից կընկնի։ Եվ այն լսել եք, չէ՞, անգուտը որ ասում է շորս ընկավ, ասում է բա թփոց ուժերը, ասում ես էլ մեջն էի։ Այսինքն եթե երկնքից փառքը տնկավ, դու էլ մեջն ես ելնելու։ Աստված քեզ չի թողի ինտեղ փառքը գցի։ Էլի բան չունեք ասելու։ Հասկանալի է, որ մենք կարող ենք տարբեր բաներով պղծվել այսօր։ Միտեղ Ղուկաս ավետարանի մեջ գրած է, որ Աստծո արչև մարդկանց արչև բարձր եղած, Աստծո արչև պիղծ է։ Իսկն երբ որ մարդ իրան բարձր է կարծում, Աստված նայում է, ասում է իմ արչև պիղծ է դա։ Կարող մենք այդքան չնկատենք, երևի ամեն մեկը կարա ինքը նկատի, իր մեջ զգացողությունը ինչպեսին է, բայց այդ մարդը ինչ անի Աստծո առաջ պիղծ է։ Ծառայի, չգիտեմ, ինչ-որ լավ բան անի, ողորմություն անի, բայց Աստված նայում ասում է մեկը ընդունելի չի գնահատվում իմ կողմից դա, որովհետև բարձր է արված։ Այս որ մեր սիրտը պետք է ցածրացնենք, որ մեր ծառայությունը նաև Աստծո համար ընդունելի լինի։ Որտեղ եթե մեկին Աստված է բարձրացնում, դա պիղծ չի։ Բայց ով որ ինքն է իրան բարձրացնում, ով որ ինքն է իրան բարձր համարում։ Այստեղ մի քանի միտք կարելի է հասկանալ։ Մարդը ինչքան իրան բարձր է համարում, իրան ինչ որ չափ դնում է Աստծո տեղը։ Որովհետև բարձր բաներ Աստծուն են վերաբերվում։ Իրական բարձր բաներ Աստծուն են վերաբերվում։ Եվ եթե մարդը իրանը դնում է տեղը, որ ես եմ, իրան ոնց որ դնի Աստծո տեղը։ Իսկ դա ամենա այն սատանայական բանն է, էլի սատանան հենց այդտեղից ընկավ։ Հպարտության ամենավատ դրսևորումն է, որ մարդը իրան ճիշտ է կարող է բառերով չասի ինձ Աստծո տեղն եմ դնում։ Շնա սատանան այդ էլ ասեց։ Բայց այդ սխալ հասկացողությունը կա։ Եվ մեկ էլ մարդը, որ իրան բարձր է համարում, մի, չգիտեմ, ոնց ներկայացնեմ մի կարևոր բան։ Ով մարդ, գոնե եթե մաքուր լինեիր, կարելի էր ընդունել էլի որ բարձր ես։ Դու քո կյանքում մեղքեր ունես, որը քեզ դատապարտության ենթակա են դարձնում։ Դու որ դատապարտության ենթակա ես, էլ ոնց դու քեզ բարձր համարես։ Հասկանում եք, եթե ես իմ մեղքերի պատճառով պատժի մեջ եմ, եթե ես պատժի մեջ եմ, եթե ես զնդանում նստած եմ, ոնց ես համարեմ այն քայլողից լավն եմ, նրանից բարձր եմ։ Դրա համար ասում, ինչի տրտնջամարդը, եթե իր մեղքերի պատիժն է կրում եւ ինքը ապրող է։ Սիրելի մարդ, մեղքը մեզ դարձնում արդեն շատ ցածր։ Մի տեսանկյունից էլ ասեմ։ Մի հատ եղբայր հիշում եմ իմ նոր ժամանակ ոնց բացատրեց մեղքի վատ լինելը։ Ասում է քո կյանքում եղել է մի բան, որ հիշում ես, ոնց որ գլխիցդ մուխ է ելնի։ Այդտենց փոշմանում ես, այդտենց վատ ես զգում, ամար չլներ էլի այս բանը։ Իմ կյանքում չլներ էլի։ Կա այդտենց բան ժողովուրդ։ Այ Աստված այդտենց զեղչ է ուզում։ Այնքան վատ եմ զգում, որ հիշում եմ իմ կյանքի ասենք նման պահերը։ Եվ դրանից հետո ես ոնց պարծենամ։ Մի հատ մի տեսանկյունից ասեմ, ես միշտ էսեն շնության մեջ բռնված կնոջը, որ բերում են Հիսուսի մոտ, ես հենց եմ ասում, դժբախտաբար, թե բարեբախտաբար իրան բռնեցին, բերեցին։ Դժբախտաբարն նա, որ մեղքի մեջ բռնեցին։ Բարեբախտաբարն նա, որ Հիսուսին բերեցին, փրկվեց։ Հիմա դժբախտաբար, թե բարեբախտաբար, հիմա ես ոնց բերենք մեր կյանքում։
քո այն ամենաամոթալի մեղքի ժամանակ, որ բռնվեիր։ Ինչքան վատ կներ քո համար։ Այդ պահին դու քեզ բարձր կտեսներ, թե այդ պահին կուզեիր ետինը բացել մտներ ետինը։ Հասկանալի եմ ասում։ Եվ որ չես բռնվել, չի նշանակում այն ասած ժամանակ դու լավ ես, դու ետ ես։ Շատ էլ չես բռնվել։ Լավ, բարեբախտաբար ասեմ, չես բռնվել, որտեղ որ բռնվեիր կարող է Հիսուսին չբերեին։ Բայց հասկացեք, այն պահին, որ դու այնպիսի մեղք էիր գործում, այնպիսի մեղքի մեջ էիր, որ հիմա հիշում ես, ինձ գլխիցդ ծուխ է ելնում։ Եվ պատկերացրա, այդ պահին դու բռնվեիր։ Դու մի հատ մազաչափ պարծենալու բան չէր ունենա, դու ասես խառնվեիր հողին։ Քանի դրանից չես մաքրվել, դու դեռ ետ ես։ Կարելի է միտքս ասեմ, քանի չես մաքրվել, դեռ ետ ես։ Մաքրվելուց հետո էլ դու պիտի իմանաս, պոտենցիալ ետ ես։ Եթե Հիսուսը քեզ չպահի, եթե դու չմնաս Հիսուսի մեջ, դու այդ ընկնելու վտանգը դարձյալ ունես։ Հիսուսը, որ Հովհաննես 15:15 ասեց, մնացեք իմ մեջ, այ փրկությունը դրանով է։ Մաքրվենք եւ մնանք իր մեջ, այ ապահովությունը տեղա։ Թե չէ մաքրվելուց հետո, եթե մի քայլ Հիսուսից դուրս գցեցինք, նորից նույն մեղավորն ենք։ Նույնիսկ նույն բանը հնարավոր է լինի։ Ուրեմն, այս տեսանկյունից որ նայում ենք, բոլոր պարծանքները սին են։ Բոլոր պարծանքները սին են։ Եվ այստեղից արդեն իսկապես ամեն մեկս մյուսին մեզից լավ համարեք։ Հիշի քո այն ամենամեղավոր պահը եւ կտենաս, որ բոլորը քեզից լավն են։ Ամեն ասում եք սրան։ Երկրում հիշի քո ամենամեղավոր պահը, ուրեմն կհասկանաս, բոլորը քեզից լավն են։ Աստված այդ էլ առաջարկում է։ Քեզից լավ համարի։ Այո։ Դու լսեցիք, թող ուրիշը քեզի գովի, ոչ թե դու։ Դու ոչ մեկն էլ թող չգովի։ Ասենք, մեր միտքը գովասանքը չլինի։ Մեր միտքը լինի մաքրվելը, փրկվելը։ Մեր միտքը լինի Հիսուսի հետ լինելը։ Մեր միտքը լինի Աստծուն արժանի լինելը։ Հիմա մարդիկ կգովեն, չեն գովի, ինչ կանեն, էսի պիտի մեզ ընդհանրապես չհետաքրքրի։ Այլ ես Հիսուսի հետ հանդիպելու պատրաստ եմ, թե չէ։ Քանի պատրաստ չեմ, քարը գլխիս տամ գլուխս քարին պատրաստ եմ, բայց քար գլխին պետք չի։ Այս խոսքերը ընդունել եւ հնազանդվել, խոնարհվել Աստծո առաջ։ Եվ երկու հատ էլ դրական փառք կարդամ, փառքի արչեվից խոնարհությունը կգնա, Առակաց 15:33 եւ Առակաց 22:4, խոնարհության վախճանը կյանք ու փառք է։ Այսինքն կա դրական փառք, բայց դա ոչ թե մենք ենք ձգտում եւ վերցնում, մենք խոնարհվում ենք Աստվածատալի։ Այս արդեն լրի ուրիշ բան։ Իսկ որ Աստվածատալի, մենք էլի մեր վրա պետք է չվերցնենք, Աստծունն է։ Դրա համար Հերովդեսը, որ սենց խոսած ժողովուրդը սկսեցին գովել, էս Աստծո ձայնա, գրած Աստծուն փառք չտալու համար, հրեշտակը հարվածեց եւ որդներցնելով մեռավ։ Եթե ինքը ասել, այս փառքը Աստծունն է, ոչ թե իմը, ողջ կմնար։ Նենց որ եթե Աստված էլ քեզ ինչ որտեղ բարձրացնում է, դարձյալ էտի Աստծուն վերագել։ Դրա համար Հիսուսին են մեկը որ ասեց բարի վարդապետ, Հիսուսը մեր լեզվազած ադբիտ արեց։ Ասեց մեկ են զատ բարի չկա, որի Աստված, ինձ բարի մի ասա։ Բայց մենք այնքան սիրով կընդունենք, որ մեզ բարի ասեն։